Հանուն Հոր և Որդվո և Հոգույն Սրբո ամեն։ Մարդը դուն շինելու գսկսի սիրելիներ, քարնանը մեծ խանդավառության հիմքերը գտնե, պատերը արագ վեր կբարձրանա և ամեն մարդ կզմայլի իր խանդավառությամբ։ Ամիսներ հետո դժվարություն կսկսի, ծախսը գավելնա, ժամանակը կպակսի, հոգնությունը կշատնա, մարդը չի հասնի տունի տանիքը ավարտելու։ Աշունը անձերներ կբերե, ծմերը թյուն, համը, որը սկսած էր որպես մեծ խանդավառություն, կվերջանա մեծ ավերակով, որտեղ մարդը դունը կիսակցկեց։ Խնդիրը ոչ թե սկսելու մեջ էր սիրելիներ, այլ հարադեպության։ Եվ ամեն մարդ ունի այս խնդիրը մեր մեջ առնալով։ Նոր դարին մարդուս նորոգվելու միտքը կարթնցնե արդակնապես։ Ամենքս մարզանքի արձանագրվեցանք դերևս այս ամիս, չէ։ Gym membership կարնենք, բայց մինչև մարդ չենք գործածել, վերջը պատճառ կգտնենք քյասը լնելու համար։ Դայետ մգսկսենք խանդավառ, աստարի 10 կիլոմետր կորսնցնենք, բայց առաջին առիթով ինչ կնենք, կսենք լավ, մեկը չի գիտեր, լավը կնենք։ Գիրք մգարնենք, 20 էջ կգարթանք, վերջը social media-ն մեր ուղեղը հայջակ կնե և այդ գիրքը ամիսներով կմնա մեր գրաբահարանի վրա։ Ընտանեկան աղոտ կսենք դինենք ամեն օր, եկեղեցի պիտի երթանք ամեն կիրակի, բայց առաջին դժվարության պարագային ամեն բան մեր կողմից։ Ուրեմն լավը սկսելու և վատ ավարտելու այս հիվանդությունը շատ հին է և Սուրբ Գիրքը շատ գխոսի այդ անցած մասին, որոնք որ լավը սկսան, բայց գեշ վերջացուցին։ Սատանան սկսավ որպես լույսի հրեշտակ, պարուսյակ, մեծներ երկնային դասի մեջ, բայց քանի որ հպարտացավ և ուզեց Աստծո տեղ առնել, դուրս արտաքսվեցավ և խավար ժառանգեց։ Սամսոնը սկսավ որպես Իսրայելի թագավոր, Աստված մեծ խոստումներ ուներ, որ պիտի ազատագրեր իր ժողովուրդը, բայց խաբվեցավ կնոջ կողմէ և մահացավ բանտի մեջ։ Հուդան 12-ին մեկը լավ սկսավ որպես Տիրոջ ընտրյալ աշակերտ, իրենցը հաց կերավ, Հիսուս ոտքերը լվաց, բայց ահա կտեսնենք, որ Հուդան ինքը մատնեց Քրիստոսին և դարձավ մատնիչը և վերջը վերջո ինքզինքը կանխեց։ Մյուս կողմը կտեսնենք մարդիկ, որոնք վատը սկսան, բայց ապաշխարությամբ, Աստծո վրա հույս տնելով և հարաբերությամբ լավ ավարտեցին։ Մարիամ Մագդաղենացին սկսավ որպես անարակ կինը, բայց իր ապաշխարությունը սերը դեպի Քրիստոս կյանքը փոխեց և ինքն էր, որ խաչի առջև կեցած էր, դարձավ սրբուհի և հարության ավետիսը ինքը առաջին տարածեց։ Ավազակը խաչի վրա սկսավ որպես քող, բայց զղջում ունեցավ այդ նեղության մեջ և Տերը սավ այսօր հետս երկինքի արքայություն պիտի մտնես։ Պողոս Առաքյալը սկսավ որպես եկեղեցի հալածող, բայց ավարտեց Աստծո ավետարանը տարածող։ Ադորամար ինքը գսե մեզի, դուք այնպես վազեցեք, որ մրցանակին հասնիք։ Չսեր լավ վազելու սկսեցեք, գսե իմաստությամբ, հարադեղությամբ վազեցեք, որպեսզի մրցանակն, այսինքն երկնքի արքայությունը շարունակեցեք։ Ուրեմն հարադեղությունը հաջողութենեն կարևոր է։ Այսօր աշխարհը շատ գխոսի success ասածի մասին, հաջողություն, երբեմն անիմաստ հաջողություն է։ Մարդիկ աստիճան գտնեն պատմը բարձրանալու, կբարձրանան, կհասնին 50 տարեկան կհասկնան, որ սխալ պատի վրա բարձրացել են։ Այդ պատը մարդոց կարծեցյալ հաջողությունն է, դրամը, հաճույքները, պտտիլը, ինքզինքին փառքով զորացնելը։ Եվ մենք կտեսնենք, որ Հիսուս լման հագարակը մեզի կսորվեցնե, ահա վաղը իր ծնունդով։ Մանուկ Հիսուսի ծնունդը մեզի կսորվեցնե, ինչպես լավ ավարտել մեր կյանքը, որտեղ ինչպես տարին սկսավ և վերջացավ, նույնը մեր օրերը հաշված են սիրելիներ։ Սուրբ ծնունդը ոչ թե գեղեցիկ գույներով սկիզբ է, այլ ճամփորդություն մնե, լի հնազանդությամբ, այսինքն քուգամ կթողլադեր, խոնարհությամբ և սիրով, ասոնք ուշ հուդան համը հարատևելու։ Քրիստոս ծնավ աղքատության մեջ, մշուրի մեջ տրվեցավ, անասունները դարձուցին իրեն, մեկը չջանցավ սկիզբը իրեն,
Հովիվները այցի եկան եւ զորավոր մարդիկ անգամ չէին գիտեր իր ծնունդի մասին։ Մեզի սորվեցուց, որ խոնարհությունը պայման է հաջողության համար։ Բեթխեմի մեջ ծնած մանուկը արդեն գքալե դեպի խաչելություն, ծրագիր ունի, լավ պիտի վերջացնեն։ Մսուրը մեզի գերեզմանը կառաջնորդե, սուրբ ծնունդը արդեն կավեդե սուրբ հարության լուրը, որ մարդոցս պիտի փրկեր։ Քրիստոս իր առաքելությունը գիշատ չի ցկել, երբ դժվարության կհանդիպի։ Ճամփան չի փոխել, երբ Աստուծո հնազանդիրը իրեն ամեն ինչ կարժե։ Ինչ որ կսկսի կվերջացնե, ադորամալ խաչին վրա գսե, ամենայն ինչ կատարյալ է, ամեն ինչ կատարվեցավ եւ վերջացավ։ Նոր տարին եւ սուրբ ծնունդը մեզի կհրավիրեն սիրելիներ Քրիստոսի հետ հնազանդիլ, խոնարհիլ եւ սիրել, որտեղ այսօր մեծ է հաջողությունը։ Տերը չսեր եղեք կատարյալ ըսկսողներ, այլ հավատարիմ տնտեսներ եւ հետևորդներ, ով որ իրոջ կամքը գիտե կատարել։ Մեզի չսեր կատարյալ աղոթքով պիտի սկսես, այլ գսե երբ գինաս մեղքի մեջ, դարձին ինձ, որտեղ մարդու որդին եկավ կորսվածը փնտրելու եւ գտնելու։ Ուր որ ես, ինչ վիճակի որ մեջ ես, դարձիր դեպի Տերը։ Մեծ խոստումներ մի դուր հոգևոր կյանքի, կամարորյա կյանքի, այլ հավատարիմ մնա փոքր բաներու մեջ, փոքր առաքինություններու, փոքր բարի գործերու մեջ, որտեղ Տերը գսե ով որ փոքր ծառայության մեջ հավատարիմ է, մեջի մեջ հավատարիմ կլա, եւ ով որ մեծի մեջ հավատարիմ չէ, փոքրի մեջ հավատարիմ չէ։ Քու ուժերուդ, խանդավառությանդ, գլուխ գործող ծրագիրներուդ, որ ChatGPT-ը դրած ես այսքանի օր, հա, մի վստահիր, այլ Աստուծո զորությանը, որովհետև Տերը գսե իմ շնորհքիս մեջ մնա, ես պիտի զորացնեմ քեզի, առանց ինձի բամը չեք կրնալ ընել, գսե Տեր իր առաքյալներուն, որովհետև իմ զորությունս ու դգարությանդ մեջ կհաստատվի։ Ասիկա մեծ սպառնալիք է մարդոցը, սիրելիներ, որտեղ մենք կկարծենք, ամեն ինչ մենք պիտի ծրագրենք, մենք պիտի լինենք, մենք պիտի հաջողենք, բայց Աստված կսե, որ ես քո կյանքդ upside down պիտի փոխեմ, շրջադարձ պիտի լինեմ, որովհետեւ դու սկսես իմ ուզածովս գալ, որովհետեւ ինձի հետևողները կլան հոն, ուր ես կգտնեմ, եւ ոչ թե ուր դու կուզես ըլլալ։ Հոգևոր կյանքը, սիրելիներ, ցածկը, վազքը չէ, այլ ամենօրյա խաչ շարունակելու ճամփորդություն։ Սուրբերը մեղք չգործողները չեն, այլ Աստծո ճամփու վրա հարադևողները։ Երբ գնաս, պիտի գնաս Քրիստոսով, երբ տգարանաս, պիտի զորանաս Սուրբ Հոգիով։ Մեր կյանքի մեջ էլ, առօրյա կյանքի մեջ մենք հարադևությունը եւ բզդիկ հերոսություններն են որ գսին։ Ծնողը, որ չնայած հոգնած է, բայց հարադեմ ներկա է իր բզդիկի կյանքի մեջ։ Գործավորը, որ չի ցկել գործը, չնայած միշտ անդեսված է, իրեն մարդ չեն համարել։ Ամուսինը, որ հավատարիմ է, անգամ եւ սիրելը ծանր դարձած է, դժվար է ընտանեկան կյանքը։ Նույնը Աստուծո հետ կապը, առօրյա հերոսություններ բուզե, բզդիկ քայլ է սիրուներ։ Աղոթքի վերադառնալ, անգամ եթե օրեր եւ ամիսներ չես աղոթած, դարձիր, մի ես արդեն չեմ աղոթած, հիմա սկսեմ ամոթ է, Աստված ինչ պիտի ինձ երբեք արջևը չեմ գետած։ Ոչ, Աստված միշտ ներկա է, կմնա թուն իրեն ներկալս։ Մեղքը խոստովանին անգամ եթե 10 անգամ ինգած ես այդ մեղքին մեջ։ Պատարակի մասնակցել, անգամ երբ հոգնած միտքդ ամեն դեղ է, մտածրիվ ես, թուն հոսես, ինքը հոսե, ադիգա կարևոր է։ Մարդոց ներել, անգամ երբ քեն բահիլը, իրարմեն եղանալը, շատ ճուին է և շատ մոտայիկ դարձած է։ Ուրեմն սրբությունը ոչ թե աչքի զարնող պայթյուններու պես կլասիրելներ, այլ թեպի Աստված հարադև, համբերատար, վերադարձող, մեր սրտերը թեպի ինքը դարձնում։ Ինչպես լավ ավարտողներ դառնանք, քանի ահա դարինը սկսած է։ Սկսիր ապաշխարությամբ, եւ ինչպես միշտ կսենք, ապաշխարությունը ճիշտ տեղը ուրախությունը փնտրելն է, սրտի ուղղությունը դեպի Քրիստոս դարձնելն է։ Սկսենք ապաշխարությամբ եւ ոչ թե մեծ ցանկությամբ, որովհետեւ ապաշխարությունը ավելի երկար կտևե, քան խանդավառությունը։ Excitement ասածը գծնի եւ գիչն է, խանդավառությունը, բայց ապաշխարությունը
սիրտը գտարշնե տեպի Աստված։ Եղիր հաստատակամ եւ հարադեւ, քան մեգեն զորավոր ցածկող։ Ամենօրյա փոքրիկ աղոթքը ավելի լավ է մեծ եւ լքված հոգեվոր ծրագիրներ։ Այսինքն բզդիկ բամը եթե գրնաս անել ամենօրյա աղոթքի մեջ, արդեն մեծ հաջողություն է։ Մոտ եղիր եկեղեցին, պատարագին, հաղորդությանը, Սուրբ Գիրքին, բարեգործությանը, Տիրոջ մարմինը զորավորներուն գնահատելու համար չէ, այլ մեզի պես մեղավորներու համար թեղ է, որպեսզի մեր վերքերը ամեն շաբաթ ավելիով լավանան։ Աչքերդ Քրիստոսի վրա սևեռե եւ ոչ թե քո ցախողություններով։ Ինչ որ գնես Քրիստոսին նայ, ցախողած ես ոտքի ելի, որովհետեւ ոչ թե քո աջողությունը կարևոր է, այլ իր վրա կենտրոնացած ըլլալը։ Լավ գավարտենք ոչ թե որտեւ ուժեղ ենք, այլ որտեղ Քրիստոս ինքը հավատարիմ է։ Ուրեմն թող մարդացյալ Հիսուս Քրիստոսի ծնունդը բաղաս ելնել, մեզի սորվեսնե հարադեղությամբ իր սիրո մեջ մնալ եւ ինչ որ սկսած ենք իր մով, իր օգնությամբ ավարտենք, որովհետեւ Հավիդյանս Հավիդյանից։